ակնհայտ էր Նիկոլ Փաշինյանը իր նպատակին ուզում է հասնել։ Եթե տեսնում եք, նա նույնիսկ չի խորշում, Սուրբ Գիրքն է ուսումնասիրում, առավոտյան սաղմոսից խոսք է բերում ու իր գրառումներն է անում նաև ոչ կոռեկտ։ Այսինքն այս ամեն ինչը խոսում է, որ նա իրոք տրամադրված է Մայր Աթոռին վնասելու։ Թե պատճառը ինչն է, կարծում եմ բոլորդ էլ գիտեք։ Այսօր Մայր Աթոռ, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին, բացի նրանից, որ մեր կրոնական պահանջմունքների կենտրոնն է, նա նաև ազգային ինստիտուտ է։ Մենք այսօր որ գրում ենք հայերեն լեզվով, դա էլի մեր եկեղեցու շնորհքն է։ Այսինքն ազգային ինստիտուտը այսօր ում է խանգարում, եկեք պարզ խոսենք հասկանանք։ Մեր թշնամի պետությունների։ Որտեվ այդ ինստիտուտը կոնկրետ այդ ինստիտուտն է պահում մեզ որպես հայ։ Պահել է եւ պահում է։ Հիմա նայեք, այդ ինստիտուտի նկատմամբ հարձակումները կարծես հաջորդեցին նույն Վեհապար Հայրապետի Շվեյցարիայում տեղի ունեցած ժողովին, որտեղ Արցախի հարցով էր խոսվում։ Հիմա ուզում եմ ասեմ, այս դեպքում հստակ Նիկոլ Փաշինյանի նման քայլերը, որը ինքն էլ է լավ հասկանում, որ եկեղեցու նկատմամբ այս արշավները ի վերջո իր վարկանիշն են գցելու, բայց նա չի խորշում այդ բարդույթից, գնում է առաջ։ Այսինքն այս իմաստով ես վստահ եմ, որ ինքը ամեն ինչի ընդունակ է, ամեն ինչի, որպեսզի եկեղեցուն ջարդի։ Հիմա նայեք, մենք օրինակ չենք բացառում, որ հաջորդիվ էլի նմանատիպ դեպքեր են լինելու։ Էլի են փորձելու եպիսկոպոսների ձերբակալել, ընդհանուր փորձելու են կաթողիկոսի նկատմամբ մի շարք պրոցեսներ անել։ Հիմա պատկերացրեք, եկեք մի հատ գանք այն էմոցիոնալ ֆոնի տակ, պատկերացնենք Միքայել Սրբազանը չէր գնում։ Ինչ էր տեղի ունենալու։ Մի կողմից մարդը, որի ձեռքը հեռակառավարման վահանակն է, պուլտն է, որը սեղմում այդ կոճակն է, եւ մենք ինքներս ենք տեսել այդ կոճակներին ոնց ենք սեղմում։ Այսպես կողմում հոգեվորականներ եւ մեր ժողովուրդն է։ Ու գալու է մի պա, որ դառնալու էր արյան թաթերաբեմ, հենց Մայր Աթոռը, որը ամենամեծ կարծում սարսափելի բանը կլներ, եթե դա դառնար հենց այդպես։ Գիտեք ինչ, կարող է որոշ քաղաքական ուժերի համար այդ տերմինը, այդ օտարածին տրիգեր էր դա լինելու, որ այո, միգուցե այդպես պետք է կայծը լինի, որ պրոցեսներ անեն եւ այլն, կարող է նման քաղաքական հաշվարկներ կան, չստացվեց, հիմա մի քիչ նաեւ այս հարցերն այլ կերպ են նայում, բայց հարգելներս, ցանկացած նույնիսկ արդարացված նման քայլի դեպքում միևնույն է, Մայր Աթոռում դա անելը ամենամեծ սխալ որոշումն է, որ կարող է լինել նման որոշում։ Մայր Աթոռը չի կարելի դարձնել նման թաթերաբեմ։ Ուղղակի չի կարելի այդ սուրբ պատերի ներսում նման բան փորձել անել։ Այս ինչու է որ եղավ, սա էլ աննախադեպ էր եւ մենք էլ այս երևույթը պետք է մարսենք, որ նման զինված այդ քանակի անձինք մտան Մայր Աթոռ եւ կարծես պղծեցին իրենց հենց այդ մասնակցությամբ։ Բայց այսպես ասեմ, ես ինքս անձամբ իմ անունից կարող եմ ասել, ես վստահ եմ, որ իրենք ամեն միջոց ձեռնարկելու եւ ավելին, իրենք դրա իրավական, ձևական այդ իրավական կողմը ունեն։ Ավելին, երբ որ իրանք մեկ անգամ նահանջեցին քրեական գործ հարուցեցին խոչընդոտելու հետ կապված, իրենց ուղիղ մտադրությունը պարզ էր։ Այսինքն իրենք հաջորդիվ գալու էին ավելի մեծ ուժերով, գալու են ու փորձելու են կոնկրետ գործողություններ իրականացնել։ Հիմա դրանից հետո, հիմա պատկերացնենք մենք ունենանք բռնություն ենթարկված մարդիկ, արյուն, մենք չգիտենք այդ հատվածում գիտեք ինչ կա, երբ որ մարդը պաշտպանում է ինչ-որ մի քաղաքական գործընթացի մեջ մտնելով եւ եկեղեցուն, մոտիվացիան լրիվ ուրիշ է։ Ես ինքս էլ կարող է զսպված լինեմ շատ հարցերում, բայց եկեղեցու պաշտպանության հարցում իմ զսպվածությունը կարող է կորի։ Եվ մենք չգիտենք ինչ կկատարվեր այդտեղ, եթե նման բախումներ լինեն։ Ու պատկերացրեք, մենք այսօր կարող է մի հատ ուրիշ իրավիճակում արթնանանք, զոհված մարդիկ, ու հետո անունել դնեն, որ էջամենակ դες ասեմ Միքայել Սրբազանի վրա են բոլորը գցել։ Ասեն Միքայել Սրբազանը արկածախնդրության գնաց, այսքան մարդու արյուն հանեցին։ Եկեղեցու վրա են գցելու։ Այդ ժամանակ եկեղեցին թիրախ էր դառնալու։ Եվ այդ ժամանակ եթե հրամանտար կաթողիկոսին ձերբակալելու կամ մյուս սրբազաններին եւ էլ հոգեվորականների, գիտեք ինչ, այդ հասարակական պաշտպանությունը արդեն փոխվելու էր։ Բոլոր տեղերից ասելու են գնաց արկածախնդրության եկեղեցին, Միքայել Սրբազանը քննիչի որոշում կար, վախենալու բան էր, մտավ թաքնվեց եկեղեցականների ետևում, հենց այդպես է գրում էին, թաքնվեց ու արհեստականորեն սարքեցին նման արյունահեղություն։ Իսկ պետությունը պարտավոր էր քննիչի որոշումը կատարել, որովհետև այդ որոշմամբ մարդը ձերբակալված է։ Իր չէին խոսելու, որ այդ որոշումը ակնհայտ անհիմներ, այդ քրեական գործը ակնհայտ ուռճացված հորինված գործեր, անտրամաբանական։ Դրա մասին չէին խոսելու։ Խոսելու էին սրա մասին։ Եվ հիմա Միքայել Սրբազանի հերատեսությունը եւ իր կամային հատկությունները հաշվի առնելով ինքը այդ որոշումը կայացրեց։ Եվ սա ուզում եմ մենք իմանանք եւ հարգենք, հարգենք։
ինքն է որոշել։ Դուք եթե իրեն ճանաչեք, իրեն ճպեք, տեսնեք, որ իր վրա չեն կարող ազդել։ Կաթոլիկոսն էլ իր վրա չի կարող ազդել, այսպես ասեմ։ Ինքը եթե որոշել է, ինքը եթե համարում պետք է ինքը խոսի, ինքը խոսում է։ Նայեք, ես ձեզ ոնց որ մի ներքին խոսակցություն ասի, ես խորհուրդ տվեցի, ասի խնդրում եմ լրագրողների մոտ հարցեր են տալու միևնույն այս թեմայից, դիտավորյալ թե հետաքրքրությունից ելնելով ասում կապ չունի, բայց սրբազան խնդրում եմ չխոսեք, գնանք տեսնենք քնիչը ի՞նչ է մեզ մեղադրում, հասկանանք ինչի մասին է խոսքը, կարող է ձեր բառը օգտագործեն ձեր դեմ, խնդրում եմ չխոսեք։ Բայց մտանք, եկանք ձեր մոտ, լրագրողներից չեմ հիշում, հարցրեց, ինքը ասես լավ եմ արել, ասել եմ, ել եմ ասում, որը օգտագործեցին հենց սրբազանի դեմ։ Դատարանը արդեն այդ տեսանյութը ներկայացված էր։ Ասածս ինչ է, ինձ էլ չլսեց։ Չէ, խորհրդվեց, ասի, ուզում ասեմ, ինքը եթե որոշեր, որ մի բան սխալ է, ինքը կաներ իր ուզածով։ Դրա համար հանձնվել բառն է սխալ, ինքը չի հանձնվել։ Հարգելս, այնպես չի, որ ինքը նայություն ունենալ չհանձնվելու, հանձնվել է։ Ինքը չէր կարող չգնալ։ Իրեն հարկադրաբար էին տանելու կամ եղավ ամենաչարյաց, ասում եմ, փոքրագույնը, ինքը իր ոտքով հասավ մինչև քննիչի սենյակը։ Մի հատ էլ փորձեցին քննչական կոմիտեի դիմաց, եկան ցենց երկու կողմից, եթե նայեք, տեսանյութի մեջ են, եկան մտան ձեռքերը բռնեցին երկու կողմից, կանխեցին, հեռու գնացին։ Ես անկեղծած մտածում եմ շոու են անել, հենց այդտեղ բռնելու են, մի հատ փորձել են ինչ-որ մի բան անել, բայց լավ էր, ես ուրախ եմ, որ մեր ոստիկանների եւ ԱԱԾ որոշ աշխատողների միջև, թե շեշտադրում որոշ, դեռ այդ ներքին խիղճը մնացել է եւ դեռ այդ կարմիր գծերը չեն անցնում։ Բայց դուք հավատացեք, երբ որ տեղի անանում այդ գործընթացը, երկու մարդ, ոստիկան եւ քաղաքացի, երբ որ նույնիսկ ամենաբարձր դաստիարակչական ցենզ ունեցող, երբ որ քաշուկի ժամանակ իրար հրմշտում են, այդ ժամանակ այդ կարմիր գծերը ջնջվում են։ Այդ ոստիկանի դեմ կայլայլվում է, ինքը մոռանում է, որ ինքը ոստիկանա պետք է զսպված լինի, դառնում է մի հատ տղայական, ասենք, բաներով, գաղափարներով բեկարվող անձ, այն գրագետ քաղաքացին, որին քաշքշում են եւ ցավացնում են, ինքն էլ է փոխվում, դեմքը ծամածեռում, սկսում է ուրիշ կերպ այլ։ Այդ շփման ժամանակ էլ չես կարող ակնկալել, որ մարդիկ բարձր իրավագիտակցություն կցուցաբերեն եւ զսպված կպահեն իրենց։